հայրենիքից, անուշ ու թանկ, ինչ կա ուրիշ երկնքի տակ։ Այսօր այն օրն է, որ ուզում ենք շնորհակալություն հայտնել ձեր ակտիվության համար, որովհետև հենց ձեր ակտիվությունն է, որ մեզ ոգևորում է։ Դե ինչ հարգելիներս, այս անգամ մեր ճանապարհը բերեց եւ հասցրեց Գյուղ ծավ։ Ծավը բնության եզակի անկյուն է, հարուստ անտառներով, սառնորակ ջրերով, աղբյուրներով։ Իզուր չէ, որ այս տարածքների հանդեպ անտարբեր չէին թուրք բեկերը։ Մեզ հայտնի չէ, թե ինչ անուն է ունեցել ծավը Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակում, բայց անշուշտ այն գոյություն է ունեցել։ Ծավը կար Դավիթ բեկի ժամանակներում, բայց ազատագրական պայքարի պարտությունից հետո գյուղը հեռացել է պատմական ասպարեզից եւ որպես վկայություն մնացել է տների ու եկեղեցու ավերակները ծավ տեղանունը։ Շատ հետաքրքիր է, թե այն պապիկը ինչով է զբաղված։ Եկեք գնանք։ Պապի Բարև ձեզ։ Ոնց եք։ Երազանց։ Մանեք, եկեք գրկեմ։ Ավեք, ես ինչ լավ գործի եք։ Հա, ջրի գործ ենք։ Ձյաց բատկեն, չգիտեմ տեղյակ եք թե չէ, մենք գյուղերն ենք ուսումնասիրում, նկարել, բացահայտենք եւ հասկանանք ինչու եք վերադարձել գյուղ, կան պապիկներ, որ ծնվել են, գնացել սովորել տարբեր տեղերում աշխատել, բայց վերադարձել են, հիմա ուզում ենք ձեր կենսագրությունը մի քիչ իմանալ։ Ուրեմն մինչև 8-րդ դասարան ավարտել եմ, սովորել եմ, ավարտել եմ Ծավում։ Հա։ 9-10 սովորել եմ Երևանի Շիրվազադեյան դպրոցում։ Հա, հետո գնաց ընդունվել եմ տեխնիկումից հետո գնացել բանակ, բանակից հետո եկել տեխնիկումը չվերջացրած, նույն ընթացքում ընդունել եմ բարձրագույն շինարար մասնագիտությամբ, ավարտել, եկել եմ ու կապանում եմ միշտ ապրել, աշխատել, վերջի 12 տարին Քաջարանի կոմբինատում եմ շինարարությունում աշխատել, բայց միշտ ես կապ եմ ունեցել Ծավի հետ։ Ամեն շաբաթ կիրակի ես եկել եմ Ծավ, ես դե որ ձայնագրում եք, ես մի քանի բան ունեմ ասելու, թող լսեն ուրիշներն էլ ինձանից օրինակ վերցնեն։ Ես բարեգործական շատ աշխատանքներ եմ կատարել գյուղի համար։ Ասենք այ հիմա այդ մեքենա որտեղ կանած, այնտեղից նայեք, ես մի հատ մեծ խաչ եմ դրել գյուղի համար։ Մենակ անձամբ ես ինքս։ Ես բաներ եմ նորոգել, կամուրջներ եմ նորոգել, նոր կամուրջ եմ դրել այն վերևում։ Ես դպրոցականներին այս 14 տարի է արդեն, ամեն տարի ավարտողներին ամեն մեկին 10,000 դրամ եմ բոլոր երեխաներին տալիս։ Այդպիսի բարեգործություն ես սիրել եմ գյուղը, սիրել եմ իմ ծննդավայրը, իմ հայրենիքը եւ փորձել եմ ինչքան կարողացել եմ օգնել եմ ու հիմա է որ թոշակավորվել եմ, եկել եմ մշտական ապրում եմ Ծավում։ Զբաղվում եմ հիմնականում մեղվաբուծությամբ։ Շատ լավ։ Հա, բարա եթե հետաքրքիր է կարող եմ միանշանակ։ Հա, մեղվաբուծությամբ, կողքից էլ տեսնում եք ինչ թարմ է գեղեցկություն։ Սարքել, այսպիսի բան շատ հազվագյուտ կտեսնեք, որ ճանապարհի վերը ոչ մի բան։ Այստեղ միշտ հող անում, խաղում եմ, շատ խաղում եմ, գինի օղի եմ քաշում։ Հա, եւ հյուրասիրում մեծամասամբ ձեզ նման եկող գնացել։ Շատ լավ, եթե գինի լինի այսօր։ Գինի էլ ենք խմելու, օղի էլ ենք խմելու, մեղրել ենք ուտելու։ Այս տարվա չէ, բայց անցյալ տարվա մեղր այս տարի։ Շատ լավ, Ծավը մեզ շատ լավ է դիմավորում։ Դուրն այս տանում է դեպի Ձյաձ Բաբկենի դրախտավայրը։ Դրախտավայր, որտեղ բնակվում են մեղուները։ Մեղուներ, որոնց մասին հոգ է տանում հենց ինքը Ձյաձ Բաբկենը։ Գիտի յուրաքանչյուրի բնավորության գծերն ու անգամ ճանապարհները։ Եվ երբ կանգնում ենք խաչմերուկում, բարձր ձայնով նկատողություններ անում։ Այս կողմացեք, մեղուներից խանգարում եք։ Բոլոր այսպիսի պետակների վրա ես պետլաներ եմ դրել։ Այսպիսի բացվում է, էլ չեք հանում, մեղվաբուծության մեջ ամենածանր, չէ դու այս կողմը, իրանց ճանապարհն է, հեսա։ Հա։ Մեղվաբուծության մեջ ամենածանր աշխատանքը այս կափարիչները գետնին դնել, տեղադրելն ամենածանր։ Նայեք, մի հարգանն էլ է այդպես, մի հարգանն էլ է, բացում ես։ Դարակի նման է։ Հա, կանգնում է, աշխատում ես, փակում ես, եւ իմ աշխատանքը այնքան է հեշտանում ես պահը։ Այսպիսի գործ
մեր գյուղում երկու հոգու ես սովորացրել եմ, արել ուրիշ դե չեմ տեսել, որ ասենց անեն լավ։ Իսկ հետ վերջում էլ նայեք, այստեղ ասենց փակում եմ, եկեք այստեղ այս նայեք, այս անով փակում եմ ու տեղափոխ։ Հա։ Փակիչներն եմ սարքել, որ էլ մեխ խփել, նախկինում ինչպես որ աթար էին քսվում, չգիտեմ ինչեր են անում, ես դա լույս վերացրել։ Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուրիշ տեղ հայրեներ չկան, ախր ուրիշ տեղ հորովել չկա, ախր ուրիշ տեղ սեփական մոխրում սեփական հոգին խորովել չկա, ախր ուրիշ տեղ սեփական բախտից խռովել չկա։ Ախր ես ինչպես վեր կենամ գնամ, ախր ես ինչպես ուրիշ տեղ մնամ, ախր ուրիշ տեղ հողի մեջ այսքան օրհնություն չկա, այսքան վաստակած հոգնություն չկա, ախր ուրիշ տեղ ձյունի մեջ արև եւ արևի մեջ այսքան ձյուն չկա, ախր ուրիշ տեղ տեղահան եկած ուսերով խուստուբ սարի ուսերին հենված հասնատուն չկա։ Ծավ գյուղը ստեղծվել է, հիմնավորվել է անցած դարի սկզբին։ Մինչև դարի սկիզբը այս տարածքում, որտեղ հիմա ծավ գյուղը կա, մարդ չեր ապրում։ Խուրոտ, Փիրմազր այդ գյուղերից մարդիկ տեղափոխվել են, եկել այստեղ գյուղը հիմնավորել։ Ուրեմն 5 թվին արդեն այն ժամանակ Պետերբուրգից իրավունք ստացել են, որ կարելի է այստեղ որպես ծավ անունով գյուղ ստեղծել։ Եկեղեցի են կառուցել, եկեղեցին 7 թվին են կառուցել։ Եկեղեցին կգնաք երևի կտեսնեք։ Դպրոցը 10 թվից է սկսվել։ 10 թիվը մեր դպրոցը ստեղծել է, մեր գյուղացիները գնացել են ստից 7 կիլոմետր, այդ 7 կիլոմետր ոտքով գնացել են այնտեղ դպրոց եկել, միջև ստեղ ծավ գյուղ ստեղծվել։ Գյուղը նախ սովետական միության հերոս Հունան Ավետիսյանի ծննդավայրն է 1։ Երկրորդը մեր գյուղից դուրս է եկել բանասիրական գիտությունների դոկտոր Գևորգ Հայրյան, բայց ծավ գյուղից ոչ մեկի չի ակսորվել, այդպիսի բան։ Այսօր ծավ գյուղում են ներքին հանդի Խաչմերուկից սկսած մինչև 5 կիլոմետր էլ ծավից վերև, այսօր ծավ գյուղում 16 հատ հուշախմյուր է կառուցված։ Սիրելի հետևորդներ, ուզում ենք ասել, որ նաև գյուղացիները հնարավորություն ունեն ամեն օր անվճար հասնելու գյուղից դեպի քաղաք։ Հարգելիներս, այժմ գտնվում ենք Մարատ Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցում։ Ուրախությամբ կարող ենք նշել, որ երեխաները հետագայում կրթությունը շարունակում են թե Մարսկենտրոն Կապանում, թե Մայրաքաղաքում։ Այժմ ներս ենք մտնում գյուղի գրադարան։ Տեսեք ինչ գեղեցիկ է այստեղ ամեն ինչ։ Մենք ենք մեր սարերը, մենք ենք մեր գյուղերը։ Ամեն անգամ գրադարան մտնելուց ուզում ենք այս գրքի բույրը զգալ։ Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով, բայց առավել իմ արմատով եւ իմ բնի վաղեմությամբ, ժողովրդիս ծերունական խիզ բնական խոհեմությամբ, բայց ավելի նոր շիվարի դալարությամբ, նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ։ Ուսումնասիրում եմ Հունան Ավետիսյանի կյանքի տեք, մեզ շատ ծանոթ հուշակոթող Հունան Ավետիսյանի, որը գտնվում է Կապանի երաժշտական ուսումնարանի հարակից տարածքում, եւ մի հետաքրքիր միտք Սիլվա Կապուտիկյանի տողերից շատ հեռու է հողաթուն վկոտրտում, մեր լեռներից ու մեր Մասիսից ալևոր, ու թե մայրը ցքավորած իր որդուն, քեզ չի հասնի նրա կանչը հեռավոր։ Անհասկանալի է մի քիչ, կարմիր կտրիչ հայոց փառքի շարավիղ, հպարտ հանգչիր քո բարձունքին անթառամ, եւ հողմերը, որ այցելու են շիմնիտ, թող լուր տանեն աշխարհներին ու թնդան, թե ոնց հայոց փոքրիկ հողը հայրենի այսպիսի մեծ ոգի ծնեց սխրության, սխրանք բառից։ Զգույշ խոսիր Հայաստանում,
Այստեղ ամեն գագաթ ու ձոր արձագանք է տալիս հզոր, և քո խոսքը հեռու տանում։ Թե բարի են խոսքերը քո, հայոց լեռներն ակնածանքով, կխոնարհվեն քո դեմ լեռին, բաց չքսած քո ձեռքերին։ Իսկ թե չար են լեռները մեր, հրաբխի բներն անմեռ, որ լռել են, բայց չեն հանգել, քեզ լավայով կարձագանքեն, որ լեռներ է քշում տանում։ Մտնաձոր տանող ճանապարհը առաջին ձյան հետ փակվում է։ Գաբրիել, կարող ես ասել խոսքերն են մեջ գրել։ Իհարկե, ակսել բաբուց։ Եվ ինչու հենց Աքսել Վահուցի։ Քանի որ այն գեղեցիկ անտառի հետևում է գտնվում մտնաձորը։ Մեջբերում Աքսել Բակունցից։ Մտնաձորում այժմ էլ թավոտ անտառներ կան, ուր ոչ ոք չի եղել։ Մի ուրույն աշխարհ է մտնաձորը, քիչ է ասել կուսական ու վայրի։ Գյուղն անցյալում ավելի շատ հայտնի էր Քսաջուր անունով, որի բնակիչները հեռացել են Դավիթ բեկի պարտությունից հետո։ Մինչև 20-րդ դարի կեսերը պահպանվում էին քսաջրեցիների տապանակարերը։ Գյուղը սահմանամերձ է, բայց այն, ինչ մենք տեսանք, փաստում է, որ այստեղ կա հավատք առ Աստված։ Գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին բարեկարգ էր ու կանգուն, որտեղ անց է կացվում ծիսական արարողություններ։ Եկեղեցին դպրոցի աշակերտների հովանու տակ է, մաքրում են, հոգ տանում ու հավատում, որ մի օր սահմաններ չեն լինի։ Գյուղը հարուստ է բնության հուշարձաններով և յուրաքանչյուրը գյուղացու կյանքում ուրույն նշանակություն ունի։ Աղբյուր է կոչվում Նոդոստի աղբյուրը, Մյասնիկ Զաքարյանի հիշատակին կառուցված աղբյուրը, Գետ Սարատունը, Գետ Սարկոնը, Հանց Սարատունը, Բենյամինի աղբյուրը և կարող ենք անվերջ թվարկել, սակայն գյուղում նաև մեծ տեղ ունեն պատմամշակութային կառույցները, օրինակ Մտնաձորի միջնադարյան եկեղեցին, որը այժմ ավերված է, 45 թվականի հայրենական պատերազմի հուշարձանը, որտեղ նաև ներառված են բոլոր զոհերի անունները։ Ահա Հունան Ավետիսյանը, նա ծավեցու պարծանքն է, ով մարտի ժամանակ իր մարմնով փակել է նացիստական Գերմանիայի մարտական կրակակետը ու զոհվել, ինչի համար հետմահուստացել է ԽՍՀՄ-ի հերոսի կոչում։ Սիրելի հետևորդներ, հենց նոր հանդիպեցինք Արտավազդ պապին եւ Արտավազդ պապի ձեզ մի քանի հարց ենք ուզում ուղղել։ Սկսենք երիտասարդությունից։ Ինչպես է անցել երիտասարդությունը ձեր սիրելի ու հարազատ գյուղում, Ծավում։ Այսինքն որ սկսեմ սկզբից մի քիչ երկար կտևի, բայց կարճ ասեմ, սովետական բանակը ծառայելուց հետո եկել եմ գյուղում այն ժամանակ սովխոզեր, անասնապահությամբ սպառվող գյուղ էր, ես այդ ոլորտը չգնացի, ժամանակ կոլեկտիվ էր, կոլեկտիվ ընդհանուր էր, բոլոր աշխատանքները կար, բոլորը համախմբված էին, բոլորը միասին դուրս էին գալիս գործի, անասնապահի գործով, հողագործի գործով, միասնականները, եւ լավ էր ստացվում, եւ մեր սովխոզը Ունան Այվիսյանյան սովխոզ էր կոչում, համար առաջի սովխոզն էր Կապանի շրջանում, 5000 խոշոր գլուխ անասուն էին պահում, եւ մոտ 10000 էր
մանր լուխ անասնասին ոչ հողը պիտի սիրես որ աշխատես հողը եթե չսիրեցի չես աշխատի հիմի երևում թե ով է հող սիրում ով չի սիրում այո մի որ անցել է անհատին արդեն մարդիկ տեսնում ես որ ասում են դե հողից ինչ եկել են տվեք չէ ամոչի աշխատավորի մատներ են այո հողագործի մատներ Ծավ գյուղում հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Այստեղ արևը յուրովի է շողում։ Ճանապարհները ձգվում են երկար, տանում են դեպի ժայռակոպ վայրեր։ Արի քեզ ցույց տամ մի դրախտավայր։ Գնացի։ Սիրելի բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք մի գեղեցիկ տարածքում, որին անվանում են Բասուտա։ Նախկինում էլ ինքը կոչվել է Բասուտա այս գետը, գետի անունով ենք սկսել կոչել, չնայած հիմա կոչվում է Ծավգետ, բայց բոլոր ծավեցիները գիտեն, որ այս անունը կոչվել է Բասուտա, ինքը ինձ է պարսկական անունով է կոչվել, Բասուտան, եւ բոլոր ծավեցիները սիրում եւ արգում են մեր այդ գեղեցիկ գետը, այս մաքուր ջինջ գետը։ Իսկ որտեղից է սկիզբ առնում այս գետը։ Բասուտա գետը սկիզբ է առնում Թուստուփի լանջերից եւ եթե մենք կարդացել ենք Բաքունցի ալպիական մանուշակը, որտեղ հենց այդտեղ շեշտվում է Բասուտա գետի մասին, շատ լավ գետ է եւ կարելի է ցանկացած սեզոնին այս գետի ջուրը ունել ու շատ բաղում։ Սիրելի հայրենակիցներ, եկեք գյուղ Ծավ, այցելեք անպայման Բասուտա հանգստյան գոտի եւ համտեսեք Ծավի ամենահամեղ իշխան ձուկը։ Սա այն վայրն է, որտեղ կարող եք անցկացնել ձեր հետաքրքիր հանգիստը։ Մաքուր օդ, ջերմացնող արև, բարձր տրամադրություն եւ իհարկե համեղ հյուրասիրություն։ Հայրենիքի գրկում, բարձրաբերձ լեռների խորքում ու Ռենո ներքո։ Ուրախացնող փաստ, որ գյուղում գործում է երկու հյուրատուն։ Ինքը լեռնագործի են եւ այն ժամանակ այստեղ զբաղվել են անասնապահությամբ։ Բերել են անասուններ, պահել են այստեղ սեզոնային Եվ մի մասը, որը նկատեցին, որ կարելի այստեղ ջուր հիմնել, հենց ջրի հետ կապված, ջուրը առատել եւ դրա համար մի քանի ընտանիքներ եկան ու բնակություն հաստատեցին հենց տեղ Ծավում եւ դա 1800-ականների վերջին է։ Գյուղը տեղ ա եղել, հենց եկեղեցու տեղը հենց կառուցեցին նորից եկեղեցի եւ դպրոց կառուցեցին, ինձ թվում արդեն մենք տեղյակ ենք այդ դպրոցի մասը։ Նավսը մեր սիրելի նավսի քարն է, որ առաջացել է հենց նավ բառից, մտածում ենք, որ նավ բառից առաջացել նավսի քարը, նավսի սարը մեր բարձունքն է, ծավեցիների եւ հպարտությունն է, բոլորս գիտենք եւ բոլորը շատ ենք սիրում այդ նավսի քարը։ Իսկ նախկինում ոնց մտածում ենք այստեղ ծով ա եղել, լիճ ա եղել եւ Բասուտա գետը այնուհետեւ սկիզբը հունը բացվել է ու այստեղ նաև սկսել են հիմնավորվել, ապրել ժողովուրդը։ 1990-ականների վերջին, իսկ 99 թվականին մեր համագյուղացի Էդիկ Մարգարյանի կողմից ամբողջությամբ Գևորգ Սուրբ եկեղեցին վերանորոգվեց։ Ահա այս կամուրջը, որն անանուն է, կառուցված է 17-րդ դարում Ծավ գետի վրա։ Հարակից տարածքում կա հուշաքար եւ աղբյուր։ Ըստ ավանդության քարերն այնպես են շարված, որ եթե հանես մեկ քար, ապա կփլվի կամուրջը։ Դրախտային մի վայր էր։ Իսկ գետի ջուրն էլ բավականին սառն էր, որ հենց ուզում էր ձեռքերդ լվանալ, շատ շուտ սառչում էր։
Թաուն կապանում, երբ գրել ենք, թե որ գյուղն եք ցանկանում այցելենք, իհարկե ծավեցիները միանգամից արձագանքեցին, բայց Սիրելի կապանցիներ, սյունեցիներ, այժմ մենք գտնվում ենք մի գեղեցիկ հյուրատան պատշգամբում, հրաշալի դիտակետ է ծավի բնաշխարհը տեսնելու համար։ այո, հենց պարոն Անդրեասն ու իր աշխատակազմը սիրով մեզ ընդունեց, պատմեց գյուղի հոգսերից, առօրյայից եւ իրենց աշխատանքից։ Կարել թե ձեր պապերից Չէ, սա մեր 5 տունի պապական տունը կար, ես ստեղ դուսեմ եկել շուտ, բայց այդ լուրները ու կենթաները չեմ քանդել պապական տունը, այնքան, ինչքան նա կենթաները։ Ես շենասուներով, վարշելեր ու մոծանալեսում նամքան։ Հա, Այնքան ու իրանք ես մահացել եմ, որ 5 տունը քանդել եմ, վարշել տեսնել։ հիմա Որպեսզի իրանք ված չզգան։ հա, հասկան։ Դուք հիմա ստեք մնում։ Ես 6 տարի արդեն, 6-րդ տարին է, Մոսկվայից եկել եմ։ Հա։ Ապրում եմ, ինքանքի Հենց վերջի այս տանը։ տարիները ստեցվել եմ, ինքանքի վերջի տարիներն եմ պետք է անցկացնել։ Այգով չկա մենակ ես եմ, այս տունը մենակ մարդու տեղ չի, ափսոս է։ Դրա համար ես օգտագործում եմ նաև մարդկանց հանգստանալու համար, բարի գործեր կատարելու համար։ Մարդը գալիս է, ուրախանում են, հանգստանում են, ես դրանից ես տալիս եմ։ Հարգելի հետևորդներ, այնպես որ ուզում եք տեղյակ լինեք, երբ որ գալ ծավ գյուղ, իմացեք որ Համեցեք, ինչ դեպերը բաց են, տուն կա, որտեղ կարող եք բնակվել ձեր ընտանիքների հետ միասին։ Սիրելի հետևորդներ, ուրեմն գտնվում ենք գյուղի հենց կենտրոնում, դպրոցի հարակից տարածքում, ու այնպիսի մի համով հոտ զգացինք, հասկացանք, որ արդեն ժամը 6-ն է, մոտավորապես, եւ մենք ուր ենք եկել, հայտերի մոտ։ Կարելի էր այդպես ասել, բայց ոչ, եկել ենք մի ուրիշ աշխարհ, հորատուն։ Շնորհակալություն ենք հայտնում Էրիկին իր աջակցության եւ կամեցողության համար։ Տրամադրեց մեզ իր ժամանակը, ներկայացրեց ծավի պատմամշակութային վայրերը։ Ջրվեժի տեսանյութի հեղինակը հենց ինքն է, Էրիկը։ Գիտեք հիմա թե որտեղ եմ ես կանգնած։ Խորհրդային միության ազգային հերոս Հունան Ավետիսյանի տան մոտ։ Այս տանը ապրել է Հունան Ավետիսյանը։ Քաղաքի հենց այս վայրում, որտեղ տեղադրված է Հունան Ավետիսյանի հուշարձանը, սիրելի ծավեցիներ, ուզում ենք ասել, որ մենք բացահայտել ենք ձեր գյուղը եւ սպասում ենք մինչ նոր հանդիպման։